Խորհրդային միության փլուզման հաջորդած մի քանի տարիների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը զգալի անկում ապրեց, ինչը պայմանավորված էր ինչպես ԽՍՀՄ փլուզման առաջացած տնտեսական դժվարություններով, արդյունաբերության և գյուղատնտեսության անկմամբ, արտագաղթով, այնպես էլ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությամբ, հարևան Թուրքիայի հետ փակ սահմաններով և այլ հանգամանքներով։ Այդ ժամանակաշրջանում Հայաստանի ՀՆԱ-ն տատանվում էր 1-ից 2 միլիարդ ԱՄՆ դոլարի միջակայքում։ Հայաստանի տնտեսական վիճակը բարելավվեց հաջորդող տասնամյակում։ 2000-ականներին Հայաստանը գրանցում էր ՀՆԱ-ի տարեկան երկնիշ աճ, ինչի շնորհիվ երկիրն առաջ անցավ ԱՊՀ ու կենտրոնական և արևելյան Եվրոպայի համադրելի երկրներից։ 2000-ից 2008 թվականներին Հայաստանի դոլարային ՀՆԱ-ն աճել է ավելի քան 6 անգամ, 1,9 միլիարդ ԱՄՆ դոլարից հասնելով 11,7 միլիարդ դոլարի, աշխարհում բարելավելով իր դիրքը շուրջ 30 տեղով։ 2023 թվականին ՀՆԱ-ն կազմել է 9,5 տրիլիոն դրամ կամ 24,2 միլիարդ ԱՄՆ դոլար, 2022 թվականի 8,5 տրիլիոն դրամի կամ 19,5 միլիարդ ԱՄՆ դոլարի փոխարեն։ Հայաստանի մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշը անկախացումից ի վեր շարունակել է աճել, 2018 թվականին գերազանցելով 4000 ԱՄՆ դոլարի սահմանը և դրանով իսկ միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքից տեղափոխվելով միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների շարք համաձայն Համաշխարհային բանկի դասակարգման։ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներն են պղնձի հանքաքարը, ծխախոտը, ոգելից խմիչքները և ոսկին։ Հայաստանը հիմնականում ներմուծում է բնական գազ, նավթ և նավթամթերք, դեղամիջոցներ, հումք, մեքենաներ և սարքավորումներ։ Հայաստանի արժույթը հայկական դրամն է, որը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ից։ Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին։ Հայաստանի կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը համահունչ է ազատականացված կապիտալի հաշվի գործարքների և անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներին։ Հայաստանի տնտեսությունը 2000-ականների ընթացքում դրսևորել է կայուն աճի վարքագիծ։ Այս ժամանակահատվածում գերազանցապես գրանցվել են միջին աճի երկնիշ ցուցանիշներ։ Տնտեսության գրեթե բոլոր հատվածները նպաստել են 2004-ից 2008 թվականների ընթացքում մեծացող միջին աճին, հատկապես նկատելի է եղել շինարարության աճի բարձր տեմպը, որն ապահովել է 2008 թվականի ՀՆԱ-ի աճի 39,1%-ը և ՀՆԱ-ի կառուցվածքում դրա տեսակարար կշիռն աճել է մինչև 25,3%։ Սակայն գլոբալ տնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Հայաստանի տնտեսությանը։ Ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը, արտաքին պահանջարկի և կապիտալ հոսքերի ծավալների անկման էֆեկտը սկսեց զգացվել 2008 թվականի 4-րդ եռամսյակից։ Ներդրումները նվազում էին մեծացող տեմպով, իսկ բնակելի շենքերի շինարարության հատվածն ամենամեծ տուժողը հանդիսացավ տնտեսական միջավայրի կտրուկ փոփոխության արդյունքում։ 2009 թվականի արդյունքներով խոր անկում արձանագրվեց, ամենամեծ անկումը 1991 թվականից ի վեր։ Համաշխարհային բանկի կանխատեսած իրական ՀՆԱ-ի 11% անկման դիմաց 2009 թվականին գրանցվեց 14,1% անկում, որին սկսեց հաջորդել դանդաղ վերականգնում սկսած 2010 թվականից։ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը կրել է միմյանց հաջորդած երկու շոկերի՝ կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության ազդեցությունները։ Համավարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված միջոցառումների, տարեվերջի ռազմական դրության և դրանց հաջորդած անորոշությունների բարձր մակարդակի պայմաններում 2020 թվականին Հայաստանում արձանագրվել է 7,4% անկում։ 2022 թվականի Հայաստանի տնտեսության համար դրական շոկային ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմը։
Պատերազմի հետևանքով դեպի Հայաստան կապիտալի եւ աշխատուժի ներհոսքը, ինչպես նաեւ Հայաստանից Ռուսաստան արտահանման աճը, որը հիմնականում տեղի է ունեցել վերարտահանման հաշվին, նպաստել են Հայաստանի տնտեսության 12.6% աճին։ 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 9 տրիլիոն 453 միլիարդ 200 միլիոն դրամ կամ 24 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել էր 3 միլիոն 189 հազար 115 դրամ կամ 8126 դոլար։ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված սեպագրերը, ասորեստանյան աղբյուրների հիշատակումները, բազմաթիվ վայրերից պեղված գյուղատնտեսական կենդանիների ոսկորները, բույսերի սերմերը, խաղողի կորիզները, գործիքները, գինու կարասները, մինչև օրս գործող հնագույն ջրանցքները, օտար եւ հայ գիտնականների տեղեկությունները վկայում են, որ Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է։ Ցորենի, գարու, կորեկի մշակումը հայկական լեռնաշխարհում սկսվել է 7-ից 8000 տարի առաջ, իսկ տավարը, խոզը, այծն ու ոչխարը ընտելացվել են նեոլիթի ժամանակաշրջանում։ Գյուղատնտեսական համալիրը դարեր ի վեր եղել է Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղը։ Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերը վարել են նստակյաց կյանք։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղերով, բուսաբուծությամբ եւ անասնապահությամբ Հայաստանում զբաղվել են հազարամյակներ առաջ։ Դա են վկայում բազմաթիվ գյուղատնտեսական գործիքները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ։ Կարևոր ապացույց են համարվում նաև բազմաթիվ ջրանցների առկայությունը։ Նախքան խորհրդային կարգեր հաստատվելը Հայաստանի տնտեսությունը գտնվում էր զարգացման agrarային, այն է գյուղատնտեսական փուլում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է։ Ամբողջ բնակչության ավելի քան 85%-ը զբաղված էր գյուղատնտեսության այս կամ այն ճյուղերով։ Ընդ որում, գյուղատնտեսական համալիրի համախառն արտադրանքը ամբողջ երկրի հնայում կազմում էր 70-ից 75%։ Մեր թվարկությունից առաջ 9-րդ դարից կատարելագործվել են երկրագործական գործիքները, բարելավել կենդանիների ցեղերը, բույսերի փոփոխակները, կառուցվել են ջրանցքներ եւ ջրամբարներ։ Մեր թվարկությունից առաջ 6-ից 5-րդ դարերում զարգացած էին այգեգործությունը, պտղաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, մասամբ նաև տավարաբուծությունը։ Աքեմենյան եւ հելինիստական դարաշրջաններում, հատկապես հայկական հողերի միավորումից հետո եւ Տիգրան II Մեծի թագավորության օրոք Հայաստանի գյուղատնտեսությունը զգալի վերելք է ապրել։ Մեր թվարկության առաջին դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնումն ու հզորացումը նպաստավոր պայմաններ են ստեղծել գյուղատնտեսության զարգացման համար։ Բագրատունիների օրոք ընդարձակվել են ցանքատարածությունները, կատարելագործվել հողի մշակման ձևերը։ Գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը զարգացման բարձր աստիճանի են հասել Կիլիկյան հայկական պետությունում։ Հայաստանի բաժանումը Օսմանյան Թուրքիա եւ Պարսկաստանի միջև արգելակել է ճյուղի զարգացումը։ Արևելյան Հայաստանում դրությունը փոխվել է միայն Ռուսաստանի միանալուց հետո։ Ընդարձակվել են ցանկատարածությունները, աճել կենդանիների գլխաքանակը, ավելացել է մշակաբույսերի համախառն արտադրանքը։ Առաջին համաշխարհային պատերազմի եւ ազգամիջյան կռիվների տարիներին Հայաստանի գյուղատնտեսությունը հիմնովին քայքայվել է։ Գյուղատնտեսության վերականգնման ու վերակառուցման համար Հայաստանում պայմաններ են ստեղծվել խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Իրականացվել են ոռոգման, հողաբարելավման, այգետնկման խոշոր ծրագրեր, ստեղծվել արդյունաբերական տիպի անասնապահ համալիրներ, որոնց շնորհիվ հանրապետության ագրոպարենային ոլորտն աստիճանաբար դարձել է տնտեսության առաջատար ճյուղերից։ Ոլորտի զարգացմանը նպաստել են նաև սննդի եւ թեթև արդյունաբերությունների ծավալների ընդլայնումը, մեքենատրակտորային կայանների կարողությունների հզորացումը, ագրարային գիտության եւ կրթության արդիական համակարգի ստեղծումը։ Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման, երկրի պարենային անվտանգության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է պետական աջակցության բազմաբնույթ ծրագրեր, օգտագործելով պետական բյուջեի միջոցները, արտաքին փոխհարություններն ու դրամաշնորհները։
Արարատյան հարթավայրում է կենտրոնացած Հայաստանի բնակչության մեծամասնությունը։ Բացի դրանից, մոտիկ է մայրաքաղաք Երևանը։ Մեծ է կերային մշակաբույսերի տարածքները։ Կան բազմաթիվ կաթի վերամշակման գործարաններ։ Այս բոլոր հանգամանքները խթան են հանդիսանում, որպեսզի կատնային տավարաբուծությունը զարգանա այս գոտում։ Մեր հանրապետության նախալեռնային գոտին մասնագիտացել է կատնամսատու տավարաբուծությամբ։ Այս ճյուղի զարգացմանը նպաստող հանգամանքներից են տավարի ներմուծված նոր սորտերը և տեղական կովկասյան գորշ սորտը։ Հանրապետության լեռնային գոտին մասնագիտացած է մսակաթնատու և մսատու տավարաբուծությամբ։ Դրա զարգացման գլխավոր պատճառը հարուստ բուսածածկույթ ունեցող ալպիական մարգագետիններն ու միջլեռնային գոգավորությունների դաշտերի տափաստանների հարուստ բուսականությունն է։ Տավարաբուծությունը Հայաստանում անասնապահության առավել զարգացած ճյուղն է։ Մեկ գյուղացիական տնտեսության հաշվով տավարի միջին գլխաքանակը 2,3 է։ Հանրապետությունում բուծվող տավարի գլխաքանակի 98%-ը կովկասյան գորշ տավարի ցեղի կենդանիներն են։ Արտադրվող մսի 62%-ը և կաթի 98,5%-ը ստացվել են տավարաբուծությունից։ Հայկական լեռնաշխարհը եղել է ոչխարաբուծության սկզբնավորման կենտրոններից։ Դեռևս մեր թվարկությունից առաջ 9-րդ դարի կեսին հայկական լեռնաշխարհում հայտնի էին ոչխարների տարբեր տիպեր։ Ժողովրդական երկարատև ընտրասերման միջոցով Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել են մազեղ, բոզախ, բալբաս, Ղարաբաղի, կարամանյան ոչխարների ցեղեր։ Ոչխարաբուծությունը սկսել է զարգանալ հատկապես Արևելյան Հայաստանը Ռուսաստանի միանալուց և խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո։ 1988 թվականին հանրապետությունում կար 1.720.000 ոչխար, 1991 թվականին 1 միլիոն։ Անկախացումից հետո ագրարային բարեփոխումների հապճեպ իրականացման և սխալների, տնտեսական ճգնաժամի, շրջափակման, տնտեսվարման նոր պայմաններում ոչխարաբուծությունը հետընթաց է ապրել։ Ոչխարների և այծերի գլխաքանակը 1998 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ և կազմել 521.000, իսկ 2011 թվականին 559.000։ Բուծվում են հիմնականում կիսանրբագեղմ տիպի, հայկական կիսակոպտաբուրդ, քիչ քանակությամբ, բալբաս, բոզախ, մազեղ և Ղարաբաղ ցեղերի ոչխարներ։ Ձկնաբուծությունը որպես տնտեսական ճյուղ հանրապետությունում ձևավորվել է 1920-ական թվականներին։ 1923 թվականին հիմնադրվել է Երևանի ձկնաբուծական կայանը։ Կառուցվել են Գավառի, Կարճախբյուրի, Սևանի, Լիչքի և այլ ձկնաբուծարաններ։ 1931 թվականին ստեղծվել է Հայձուկ տրեստը, 1964 թվականին ՀԽՍՀ ԺՏԽ-ին առընթեր ձկնաբուծական տնտեսության վարչությունը։ 1965 թվականից հանրապետությունում ձևավորվել է լճակային ձկնաբուծությունը։ Ստեղծվել են Եղեգնուտի, Կարպալճակային, Ակնալճի ֆորելային, Մեծամոր լճի իշխան ձկան, Արմաշի ծածանաբուծական տնտեսությունները, Մասիսի կարպալճակային ձուկ կոմբինատը, Եղեգնաձորի ձկնաբուծարանը, ինչպես նաև Խոսրովի անտառ արգելոց և Մեղրու ֆորելային տնտեսությունները եւ այլն։ 2010 թվականին ձկնաբուծական լճակային տնտեսությունների ընդհանուր ջրային մակերեսը 2677 հեկտար էր, որից 1860 հեկտարը Արարատի, իսկ 722 հեկտարը Արմավիրի մարզում։ Հայաստանում ջրային մակերեսի յուրաքանչյուր հեկտարից ստացվել է միջին հաշվով 1,96 տոննա ապրանքային ձուկ։ Սառեցված և վերամշակված ձուկ և խավիար արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան և Ուկրաինա։